Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին հայտարարությունը տարածաշրջանային իրավիճակի մասին, Ամերիկա-իսրայելական ռեժիմին համատեղ հարվածը Իրանը Համադան քաղաքին շատ մեծ վնասն է։ Մալաթիացի հայերը միջին սեղանի շուրջ համախմբվել են Կոստանդնուպոլիս, Վահանա հայկական տետրից 1908 թվականի Սեբաստիան, Երևանում տեղադրվելու է Միսակ Մանուշյանի կիսանդրին, Տիգրանակերտում Ավրորայի լուսաբացի կինոյին ցուցադրության հետի քրեական գործ է հարուցվել, Թեզիա Սերունդին Սյասիա արևմտահայերենին, Իրանա-Կարմիր մահիկի ընկերությունը հայտնաբերել Իրանում ավելի քան 54,500 բնակարան ոչնչացվել։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությունով, անդրադառնալով Հայաստանը Նախճեվանա շուրջ առկա իրավիճակին ու հայկական հարցին առնչվող խնդիրներին։ Արմենակ Աբրահամյանը նշելով էր, անհրաժեշտ է ուշադրությունը դարձնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին ու պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները միջազգային հարթակներում։ Ելույթին վաղտը նախագահը անդրադարձել է նաև Էդիտա Գզոյանին հրաժարականին ընդգծել ավեր արևմտահայության հետի թանգարանը պրոստը մշակութային հաստատություն չի, այլ ազգային հիշողության կարևոր կենտրոն է։ Արմենակ Աբրահամյանը խոսալ է Բաքվի կողմից հայության դեմ իրականացված բռնությունների մասին, նշել ավեր տարիներ շարունակվում են հայերի իրավունքների պաշտպանության գործերը, մասնավորապես Արցախաժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցում։ Արմենակ Աբրահամյանը ընդգծել ավեր հայկական հարցին շուրջ պայքարը պիտի շարունակվի պահպանելով պատմական հիշողությունն, պաշտպանելով հայ ժողովրդին իրավունքները։ Ամերիկան-իսրայելական ռեժիմը միասին հարված են հասցրել Իրանը Համադան քաղաքին։ Տեսանյութերը մրվամա հսկայական ծող քաղաքային հատվածում առաջացած վնասներին հետ։ Այս հարվածը նշանավորում է ամերիկա-իսրայելական ռեժիմի հակամարտության երրորդ շաբաթը, վեր ռազմական գործողությունները շարունակվում են Իրանատարածքում։ Տեսանյութերը ընդգծում են, վեր հարվածը շատ մեծ ազդեցություն է ունեցել քաղաքին, խաղաղ բնակչության իրան ու ցուցադրում է կռվի լարվածությունը տարածաշրջանում։ Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մալաթիացի հայերի ավանդական միջին սեղան հանդիպումը։ Միջոցառումը կազմակերպած էր մալաթիացի բարերար հայերի մշակույթի համերաշխության միությունը Նարելքափույց Սուրբ Հովհաննես հայկական սրահում։ Թեզիան տրված նախագահ Նուբար Օպանի ու վարչության հյուրընկալությունով շուրջ 200 հյուրեր քաղաքի տարբեր շրջանները հավաքված են նույն սեղանի կողքին վերապրելի հետի մալաթիական հիշողություններն պահպանելի հետի իրանց ավանդույթներն, ինչինքը նշվում է մեծ պահքի կեսին չորեքշաբթի օրը, այդ օրը պատրաստվում են պահքի ճաշերը, հատկապես միջինքի յուրահատուկ կլոլակներ, վեր խորհրդանշվում են պահքի կեսի ավարտը ու համայնքին համախմբումը։ Մասնակիցներն հիշել են նաև Մալաթիայի անցյալը, Համակեցության մշակույթն 2023 թվի երկրաշարժի ցավալի հետևանքներն ընդգծելով քաղաքին հիշողությունների ու մշակութային ժառանգության կարևորությունը։ 1908 թվականին Սեբաստիա կիրվեց Կուճիր հայկական տետրը բացահայտման քաղաքի անցյալու հայկական մշակույթի հետաքրքիր էջեր։ Տետրը պատկանում է Արամյան հայկական տղորց դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Վահան Մանփրելյանին, վերը յուրան գրառումները պատմում է ընտանիքի, շկոլի, թաղամասի, քաղաքին առօրի մասին։ 12 էջից սարքված այս կոմպոզիցիոն տետրակի մեջին 12 տարեկան Վահանը նկարագրում է քաղաքին բազարը, արհեստավորներին դաժե յուրան կատու գադուդիկի։ Տեքստերը կիրված են Ղաշեն ու գրագետ հայերենով, վկայելով այն վխտվա հայկական շկոլներում պետություն մակարդակի կրթության մասին։ Տետրը հայտնաբերվել է 117 տարի հետո ու տռալ է ուսումնասիրության նյութը։ Տրանվիրված մի տետր հինչ կարեպատմե խորագրավ ներկայացումը նախատեսված է հանդիպում փառատոնի շրջանակում, որտեղ մասնագետները խոսելական են Սեբաստիայի հայկական համայնքի պատմության ու այդ ժամանակաշրջանի կրթության մասին։ Երևանակենտրոնում գտնվող այգիներից մինումը տեղադրվելու է ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Ֆրանսիայի ազգային հերոս հայ հեղափոխական Միսակ Մանուշյանի կիսանդրի։ Այգին նույնպես կրում է Մանուշյանին անունը, որոշումը ընդունվել է մարտի 12-ին կայացած Երևանը ավականու նիստին վաղտը։ Միսակ Մանուշյանը հայ բանաստեղծ ու հակաֆաշիստ գործիչ էր, վեր երկրորդ համաշխարհային կռվի տարիներին ղեկավարել է ֆրանսիական դիմադրության խմբերից մինը։ Խմբը կազմված է տարբեր երկրները եկած ներգաղթյալներից ու իրականացրել է գործողություններ նացիստական օկուպացիայի դեմ։ Մանուշյանը յուրան մխել է զինակիցներ, ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին ու 1944 թվականի փետրվարի 21-ին նացիստների կողմից մահապատժին ենթարկվել։ Սորինքը համարվում է ֆրանսիական դիմադրության շարժման ամենահայտնի հերոսներամինը։
Տիգրանակերտում քրեական գործ է հարուցվել Ավրորայի լուսաբացի անիմացիոն վավերագրական կինոյի ցուցադրության հետի դիմում ներկայացրած կինոգործիչ Ռոջ Հիլլատ Աքսոյի դեմ։ Հյուրամեղադրումն Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով Թորք ազգին ու պետության հաստատություններին հրապարակայնորեն վիրավորելի հետի։ Ֆիլմի հեղինակն է հայ ռեժիսոր Իննա Սահակյանը։ Ավրորայի լուսաբացի կինոն պատմում է հայ ջահիլ կնիկ Ավրորա Մարդիգանյանի կյանքի ու 1915 թվականի հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարիներին իրեն հնցած տիժեր ճանապարհի մասին։ Դատախազությունը պնդում ավեր կինոյում ներկայացված որոշ հատվածները վիրավորական են Թուրքիայի պետության ու ժողովրդի նկատմամբ, սակայն Ռոջ Հիլլատ Աքսոյը կինոյի ստեղծմանը մասնակցել չի։ Իրեն դեմ գործ է հարուցվել մենակ Էնդարդան վերինքը ստորագրած է կինոյի Տիգրանակերտում ցուցադրության հետի ներկայացված դիմումը։ Գործի երկրորդ դատական նիստը նախատեսված ապրիլի 6-ին Տիգրանակերտ դատարանում։ Արևմտահայերենը պահպանելը սոր մեր առաջնահերթությունն է։ Մեր նպատակը լեզուն սարքել կենդանի, ստեղծագործական ու ժամանակակից գործիք թեզասերնդի հետի շկոլներից մինչև թվային հարթակն է։ Աշակերտներն կարին լեզուն օգտագործին համ դասարանային սովորույթներին հետի, համ էլ առօրյա հաղորդակցության, խաղերի, վիդեոների ու առցանց նախագծերի միջոցով։ Ընտանիքը, շկոլը, համայնքը միասին գործելով ստեղծում է միջավայր, որտեղ հայերենը հպարտ, ազատ ու ստեղծագործական սեսիոն է։ Արևմտահայերենը դառնում է համ հաղորդակցության միջոց, համ էլ կենսունակ մոստ մեր պատմության ու մշակույթին հետ։ Իրանում իսրայելական ռեժիմի Ամերիկայի ռմբակոծություններին դերդան տարածաշրջանում հակամարտության սկսվելուց ի վեր Իրանում ավելի քան 54,000 հենքեր բնակարանն ոչնչացվել։ Այս տվյալները տրամադրել է Իրանա-Կարմիր մահիկի ընկերությունը։ Ըստ ընկերության երկրի տարբեր մասերում տեղի ունեցած ռմբակոծություններին դերդան Իրանում 54,000 հենքեր 50 բնակարան լրիվ կամ մասնակիորեն ոչնչացվել է։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։